Ողջունում եմ բոլորիդ, խաղաղության դատավարությունը շարունակվում է, ինչպես տեղյակ եք վերաքննիչ դատարանում, մենք իհարկե շատ լավ հասկանում եւ բարձ դիտակցում ենք, որ սա ֆորմալ բնույթ է կրում եւ այստեղ որևէ փոփոխություն չի կարող լինել առաջիատյանի դատավճռի հետ կապված, բայց դիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհը հենց դա է, մենք դիմել ենք վերաքննիչ դատարան, այդ մասին էլ հայտարարել ենք դատարանում, որևէ գաղտնիք չկա։ Նույնիսկ որոշ պաշտպաններ արդեն մտահոգություն են հայտնում դատական կոլեգիայի նիստում, որ այսպիսի դատավարությամբ եւ այսպիսի փաստերով գնալ միջազգային դատարան իրենց համար շատ ծանր կլինի եւ ամոթ է եւ պաշտոնապես են իրենք դատական ամբիոնից հայտարարում եւ չեն ուզում որպեսզի այս ձևով այս ընթացքով գնան միջազգային դատարան եւ պարտվեն։ Ինչ կլինի այլ հարց է։ Անընդհատ դատավորը խոսում է բաց դատավարությունից, արդարությունից, արդարադատությունից, բայց ինչպես առաջին ատյանի դատարանն էլ հիմա էլ նույնն է, որևէ փոփոխություն, որևէ էական բան չկա։ Անցած շաբաթ իմ ելույթներ, իմ խոսքներ, ես ներկայացի թե ինչու եմ դիմել վերաքննիչ դատարան, խոսքս գրեթե նույնն էր, ինչ որ առաջի ատյանի դատարանի վերջին խոսքում, որ սա քաղաքական պատվերով եւ քաղաքական դատավարություն է, այս դատավարությունը որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, սա էթնիկ պատկանելիության եւ ազգային ատելության հողի վրա դատավարություն է եւ այդպիսի մթնոլորտում է ընթանում եւ որ առաջի ատյանի դատավարությունը դատարանը ուրեմն Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ է թույլ տվել, մարդու եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ է թույլ տվել։ Խոսքս բնականաբար ընդհատվում էր դատախազների եւ նաեւ դատավորի անհիմն միջամտություններով, բայց ինչևից է ամեն ինչ ավարտին հասցրինք եւ հոդված առ հոդված անդրադարձա, թե ինչպիսի, այսպես ասած, ձերբարտություններով եւ ձևակերպումներով առանց ապացույցների, առանց կոնկրետ փաստերի կայացվել է դատավճիռ։ Ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներ եւ կոպիտ ձևով ոչ միայն ինձ, այլ բոլորիս կպցրել, այսպես գործը կարել։ Ես նույնիսկ խոսեցի, որ սա կարված գործ չէ, այլ կարկատան է։ Օրինակ 93 թվականի ծնված անձին վերագրում են 91, 92, 93, 94 թվականի ռազմական գործողությունների համար կասկածանք եւ իբր թե դատարանում էլ այդ ամենը ապացուցվել է եւ վճռի մեջ էլ արտացոլում եւ կայացում վճիռ 15 տարվա ազատազրկում։ Այսպես է ընթանում, ինչպես ասել եմ առաջի ատյանում, նաեւ այստեղ հստակեցրել եմ եւ հստակ հայտարարել, որ սա հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ բացված դատ է հստակ ռազմավարությամբ եւ հեռահար նպատակներով։ Կարևորը մեր ողջախոհությունն է, համբերատար եւ նպատակասված մեր քայլերն ենք անում, արժանի ելույթներ ունենք, իսկ միջազգային դատարանի եւ միջազգային ատյանների հետ կապված ընդհանրապես քմծիծաղով եւ արհամարական են վերաբերվում։ Ամենածանրը այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են այսպես մտքեր, որ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում եւ շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ինչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից, ինչ կարող են նրանք անել։ Սա է վիճակը։ Արդեն լուրեր են շրջանառում, որ հավանաբար Գերագույն դատարանը մեր գործերը չի ընդունի եւ փորձում են կանխակալ իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ ձևով արհեստական այսպես միջամտություններ ունենան։ Ինչպես օրինակ 1 տարի առաջ դեռևս մեր լիազորությունների հետ կապված հարցներ, որ 2025 թվականի օգոստոսից թե իմ, թե նաեւ որոշ մարդկանց լիազորություններ տալու հանգամանքը մինչև հիմա չի լուծվել եւ չեն կարողացել ոչ մեր հարազատին, ոչ մեր իրավապաշտպանին լիազորություններ տալու։ Մինչև հիմա պատկերացրեք պաշտպանները չունեն, նույնիսկ այս պահի դրությամբ չունեն ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը եւ ոչ էլ դատավճիռը։ Դատավորը հետաքրքիր է մեր պահանջներից հետո որոշում կայացրեց, որ էլեկտրոնային տարբերակով թույլ է տալիս, որպեսզի պաշտպանները ծանոթանան դատավճռին, հասկանում եք, ծանոթանան, այսինքն նրանք չեն կարող իրենց ձեռքի տակ դա ունենալ։ Եվ պիտի ասեմ, որ արժանի ելույթներ ունենք, սպասում ենք այս փուլի ավարտին եւ հստակորեն մեր քայլերն ենք անում։ Մնացածը ամեն ինչ նորմալ է, լավ մնացեք եւ պինդ եղեք։